Ողջույն 24-ի եթերում հետագից նաև Նարեկ Գալստյան, ինչպես գիտեք, երեք խորհրդանում Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ պատրաստվում է Կիրակի օրը մասնակցել կարգալույծ եղած աշխարհական Ստեփան Ասատրյանի, որ նախկինում Տերարամ էր կոչվում, պատարագին եւ անգամ հաղորդություն ստանալ, ինչպես նաև կրկին անհավասարակշիռ պահվածքով հարձակվեց խոսքով անշուշտ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհափար Հայրապետի եւ ընդհանրապես հոգեվոր դասի ուղղությամբ այս եւ այլ թեմաների շուրջ այսօր ես զրուցելու եմ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ, Աստված օգնական Սրբազան հայր, եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար, մանավանդ այս լարված օրերին, չնայած կարծես թե լարվածությունը այդպես պերմանենտ շարունակվում է վերջին մի քանի ամիսներին։ Եվ այսպես Սրբազան Անշուշտ երեկվա զրույցին կանադառնանք, բայց հիմնական թեման հետևյալն է, որ Կիրակի օրը Հովանավանքում սպասվում է գոնե ինձ համար չլսված, այսինքն ես ինչքան ուսումնասիրել եմ, չեմ կարողացել նման նախադեպ գտնել, որ Հայաստան պետության ղեկավարը մասնակցելու է կարգալույծ եղած աշխարհականի կողմից մատուցվող ապօրինի պատարագին։ Սա ուզում եմ հասկանալ հոգևոր առումով ինչ հետևանքներով է հղի։ Նախ շնորհակալություն ազգեվեցիկ պատի առիթի համար։ Ինչ վերաբերում է ամսի 26-ին տեղի ունենալիք Սուրբ Պատարագին նախկին հոգևորականի ձեռամբ եւ մասնակցությամբ Հայաստանի վարչապետի, պետք է ասել, սա չլսված մի իրողություն է, որը պատճառ է դառնալու եկեղեցու պառակտմանը։ Իսկ ցանկացած գիտակից անձնավորություն, ով ծանոթ է եկեղեցաբանությանը, հայ ժողովրդի պատմության եւ ընդհանրապես ընդհանուր եկեղեցու պատմությանը, գիտի թե դա ինչ է նշանակում եկեղեցին պառակտել։ Անասանելի մեծ մեղքի մեջ է գտնվում մարդ։ Կարելի ասել Սուրբ Հոգու հայության հավասար մի բան է, որը փրկության չեն արժանանալու երկնքում։ Եվ դրա հետևը կանգնած անձինք, գործող անձինք եւ նույն ինքը նախկին Տերարամը։ Սա արդյոք նշանակում է, որ թե այդ աշխարհականն է, որ նախկինում հոգևորական է եղել, եւ թե այն բոլոր մարդիկ, որոնք որ մասնակցելու են այդ պատարագին, իրենց դուրս են դնում հայ առաքելական եկեղեցուց։ Միանշանակ անդրադարձ կատարելով թե առաքելական հայրերին եւ թե եկեղեցական հայրերին շատ հստակ կերպով ներկայացնում է այս իրավիճակի մասին, ասելով այն անձը, ով պատրաստ չէ ստանալ սուրբ հաղորդություն եւ գնում ստանում է այդ հաղորդությունը, ինքն իր մահվան դատավճիռն է կայացնում, Բարսեղ կեսարացին ասել։ Իգնատիոս Աստվածազգյացը խոսում է եկեղեցու միության մասին, եկեղեցու կարևորության մասին, խոսում է եպիսկոպոսի հանգամանքի մասին եւ ներկայացնում է, որ եկեղեցին համախմբվում է եպիսկոպոսի շուրջ, որտեղ չկա եպիսկոպոսը, Աստծո կողմից ընտրվածը, Աստծո կողմից օծվածը, առաքելական հաջորդականություն ունեցող անձը ենթական, այնտեղ եկեղեցին չի կարող միության մեջ լինել։ Հիմա ինչը որ մենք տեսնում ենք Արագածոտնի թեմում։ Էլ ուր մնաց մեկ անձ, ով չունի հանգամանք, որը հանգամանքը կասեցված է, այսինքն զրկված է Աստծո շնորհներից, եւ մեկը ուզում է պատարագ մատուցել, եւ պետք է ասել, որ իր պատարագը Աստծո մոտ ընդունելի չի կարող լինել, ինչպես որ Աբելի պատարագը Աստծո համար ընդունելի չեղավ։ Պատարագ տեղի ունեցավ, զոհը մատուցվեց, բայց Աստծո համար ընդունելի չէր։ Նույնպես այս պատարագը Աստծո համար ընդունելի չի լինելու։ Եվ այն մարդիկ, որոնք գիտեն, որ այս նախկին քահանան կարգալույծ հռչակված անձ է եւ մոտենում են ստանալու այդ հաղորդությունը, իրենք իրենց մահվան դատավճիռն են կայացնում Աստծո մոտ։ Հիմա իրենք ունեն ականջ լսելու, ունեն աչք տեսնելու եւ ունեն գիտակցություն։ Իրենք ազատ են։
կարող են անել։ Սրբազան, երեք ակնհայտորեն իր խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը նաև առաջիկա ծրագրերի մասին խոսեց, ասելով, որ պետք է նայեն տեսնեն, թե բոլոր այն վանքերն ու եկեղեցիները, որոնք գտնվում են կառավարության ենթակայության տակ, այնտեղ պետք է սկսեն ապրել իրական հոգևոր կյանքով, սա անշուշտ ուղիղ մեջբերում էր եւ ճակերտների մեջ էր։ Իրական ես ամեն ինչի բացատրությունը այն է, որ իրենք փորձելու են Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի ենթակայության կամ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարիմ հոգևորականներին դուրս հանել այդ եկեղեցիներից եւ այնտեղ լրացնել այդտեղի այսպես կոչված հոգևորականներով, որոնք որ կարգալույծ են հիմա կամ ժամանակին, այսինքն սա նշանակում է, որ պատմության մեջ երևի թե առաջին անգամ, կարծեմ մեկ անգամ մորիկներ ստեղծել հակաաթոռ այսպես կոչենք, բայց եթե այդ դրվագը հանում ես պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում, այսինքն մեր բնորանում, այսպես ասենք, եկեղեցին ուղիղ կիսվում է եւ երևի թե նմանատիպ նախադիպ մեկ էլ եղել է բոլշևիկների օրոք, երբ որ ստեղծել էին այսպես կոչված անկախ եկեղեցի, եթե չեմ սխալվում։ Սա արդյոք իմ ասածների տրամաբանությունը կամ քայլերը տրամաբանական են, այդպես է լինելու։ Միանշանակ ճիշտ է, բայց պատմության մեջ մենք բազմաթիվ դեպքեր ունեցել ենք հակաթոռություններ, բայց եթե մի քիչ խելացի լինեն այդ մարդիկ, ով կամ իրեն, ով որ նման բան հուշել է, այլ վաղճանի մասին պիտի ասեն, թե ինչ վաղճան են ունեցել այդ բոլոր հակաթոռությունները։ Եվ այսօր ուր են։ Անկամ պատմության մեջ հիշատակություն չկա, հիշատակում են նրանց միայն անփառունակ վաղճանը։ Բայց Մայրաթոռը միշտ կա, եղել է ու լինելու է։ Հակառակ իրենց ցանկությունների։ Այստեղ խնդիրը ոչ թե անձն է, ենթական է, այստեղ անձը եկեղեցին է։ Իրենք իշվեր որ իրենց ամբողջ կյանքով կնվիրեն եկեղեցին մաքրազարդելու, մաքրելու, նման հայտարարություններ են հնչեցնում, բան։ Նախ առաջինը պետք է նայենք, ամենին ընդհանրապես ինչ որ խոսվում է, ամենաառաջին տեսնում եք, թե ով է ասողը։ Ինչ բարոյական իրավունք ունի այդ մարդը նման խոսույթ ձևավորելու, այն էլ ամենաբարձր ամբիոնից։ Այս մարդը ինչպես որ փողոցից եկել է, այդպես փողոցի տրամադրության տակ էլ մնացել է։ Ուղղակի իրեն մի հատ պիտի խորհուրդ տանք, որ ինքը բարձր մտքեր եւ այդպիսի վսեմ անուններ, սուրբ անուններ իր բերանը չառնե։ Որովհետեւ արդեն իր արտաբերած այդ անունները արդեն մեղք են։ Անպատվություն է։ Մայրաթոռի համար, որ նման անձը Մայրաթոռի անունը կարողանա տալ։ Որովհետեւ իր բերանից միայն հայոյանք է լսվում։ Իսկ հայոյ մարդը չի կարող սրբությունները արտահայտել։ Սրբազան ինքը այս իր մտքերը զարգացնում է եւ այդպես ամեն անգամ նորություններ ենք տեսնում, այսպես ասենք։ Հիմա էլ ասում է, որ ով է ասել, ասում է, որ եկեղեցին ժողովուրդն է վերջի վերջո։ Եկեղեցին ինքը ժողովուրդն է։ Ով է ասել, որ ժողովուրդը իրավունք չունի ընտրելու, թե ով պետք է լինի իր հոգևորականը։ Սա որտեղ է գրված, սա ինչ ժողովրդավարություն է։ Դե դրա համար ասում եմ, որ Իրանը որ խորհուրդ է տվել, իրեն վատություն է արել։ Ժողովուրդը երբեք եկեղեցին չէ։ Դա նման մեծ հիմարություն բավական է արդեն ասեն։ Եկեղեցին Քրիստոսն է, Քրիստոսի մարմինն է։ Ժողովուրդը այնտեղ գալիս են Քրիստոսի մարմնին հաղորդվելու։ Իսկ եկեղեցին, բուն եկեղեցին ինքը Քրիստոսն է։ Երբեք ժողովուրդը Քրիստոս չի կարող լինել։ Եվ Քրիստոսի աստվածությունը չի կարող իջեցվել ժողովրդի աստիճանի։ Եվ երկրորդը, որտեղ ժողովուրդ, որտեղ մարդու իրավունքներ, նման կեղծ արտահայտություններ լսեք, իմացեք նպատակը մեկն է՝ քանդել այդ կառույցը։ Եվ իրենք շատ գեղեցիկ կերպով ասում են պետք է վերադարձնենք հանրությանը։ Հիմա ով է շահառուն եկեղեցու, հավատացյալը, չէ՞։ Հայ ժողովուրդը, չէ՞, հայ ազգը, չէ՞։ Այսինքն հայ ազգին ինքը ուզում է զրկել շահառու լինելուց, իրպես մոլագար մտքեր արտահայտող իր համախոհների համար է պատրաստում եկեղեցին։ Ուղղակի ես նողկանք էի ապրում երեք լսելով մեկ անձ, ով
հավակնած է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնել եւ նման ցածր մակարդակի մտքեր կարող են արտահայտել։ Մի բան ասեմ ձեզ։ Անջատեք ձայնը հեռուստացույցի, որպեսզի այդ տխակ ձայնը չլսեք եւ նրա աչքերը նայեք, դեմքին նայեք կամ իր միմիկաները նայեք։ Մոլագար, խելագարի պետք է։ Հիմա այդ խելագարի անդաստիրակին ոնց կարելի է լուրջ վերաբերվել։ Նա ինքը իր սև գործը անելու է, ինչի համար որ նշանակվել է։ Սրբազան, դրա այդ մեկտեղ ինքը խոսում է երևույթների մասին, որոնք որ ես նայում եմ համացանցում որոշակի աջակցություն են ստանում, այսպես առնվազն իր կողմնակիցների կողմից այդ աջակցությունը կա։ Ինչպես կարող է ասում է վեհապարը երեխա ունենալ կամ չունենալ։ Ինչպես կարող է սրբազանները մի քանի իր ուղիղ ներողություն եմ խնդրում, ուղիղ մեջբերում եմ ասում, մի քանի կնիկ, երկու հատ սիրած եւ այլն այդպեսի բաներ ունենալ։ Ընդհանրապես սեռական կողմնորոշումն է, սա ինչ պղծություն է եւ իրենք են իրենց վաղուց կարգալույց արել ընտրելով այս ճանապարհը։ Ու այս խոսույթի դեմ կարծես թե հակախոսույթ շատ քիչ է ձևավորվում։ Նայ, խնդիրը գիտեք ինչն է։ Ու մարդիկ ասում են, հա, էլի ասում են, ասենք Սրբազանը ոնց կարա օրինակի համար։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Ինքը իր հոգու գանձերից է բխեցնում։ Ինքը ինչի մեջ ապրում է, ինչ իր հոգուն եւ իր մարմնին, իր մտքին, իր մտածելակերպին հարիր է, նայում է բոլորին այդպես։ Բացեք մամուլը եւ տեսեք իր ընտանիքի եւ իր մասին ինչեր է գրված։ Ինչի մեջ մեղադրվում է ինքը ուզում է մեղադրել ուրիշներին։ Սրան չանդրադառնանք եւ այս թշվառի անդաստիրակ թշվառին ես չեմ ուզում էլ արդեն անդրադառնալ, որովհետեւ ես ինձ արդեն իջեցնում եմ իր մակարդակին։ Ինքը այդ արժեքը չունի, որ ես իրան անդրադառնամ այս դրանից հետո։ Հիմա ինքը արժեք ունի, արժեք։ Բայց երկրորդը հիմա իր համախոհներ ասվածները։ Ինչ եք կարծում։ Այս համախոհների եւ այն մարդիկ, որ իրական Հայաստանի քաղաքացիներ են, իրական ազգային մտածելակերպ ունեն, վրդովված են ամեն ինչից, ունեն դաստիարակություն, որ իրենց չեն կարող թույլ տալ նման մեկնաբանություններ գրել եւ իրոք չեն էլ գրում։ Եվ այն փոքրիկ մի անդաստիարակների համախումբը ինչ ասես գրելու է։ Դա չի նշանակում, որ ինքը ունի աջակցություն։ Ընդհակառակը ինքը աջակցություն չունի։ Եվ երեք ինքը իրեն ապացուցեց։ Ինչով ապացուցեց, ասես, որ ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է արել, որ ինձ չընտրեն, բայց ինձ ընտրեցին, ընտրելով կարգալույց արեցին իրեն։ Այո։ Իրեն քանի հոգի է ընտրել։ 680 չեմ տա։ Ընտրողների քանի տոկոսներ։ Մասնակիցների մեծամասնությունն։ Չէ, ընտրողների։ Ընտրողների չգիտեմ, մասնակիցների 30%-ը։ Այսինքն 70%-ը իրեն չի ընտրել։ Չէ՞։ Ինքը իրեն ավելի վատ վիճակի մեջ դրեց։ Այսինքն լսել են կաթողիկոսին եւ իրեն չեն ընտրել։ Հիմա ով է կարգալույցը։ Ուղղակի չի կարելի մարդկանց խաբել, բառախաղ խաղալ, որովհետեւ ինքը չարի իշխանն է այստեղ, նեռն է, երեք ինչպես էր վախեցած, նեռ բառից։ Նեռը հենց ինքն է։ Եվ ուզում է մարդկանց խաբել ճշմարտությունից շվել, բայց ինքը գիտի, որ չունի այդ հենարանը։ Իր հենարանը միայն իրավապահ մարմիններն են։ Եվ թող ինքը մի պա պատկերացնի, որ այդ իրավապահ մարմինները իր կողքը չեն։ Ինքը հաջորդ օրը նման խոսույթ կձևավորի։ Սրբազան, այնուամենայնիվ Կիրակի օրը այդ արարողություն կոչեցյալը տեղի ունենալու եւ կա մտավախություն կամ վերլուծություն, չգիտեմ, որ դրանից հետո ինքը իր կողմնակիցներին Ստեփան Ասատրյանի հետ միասին հավաքելու է եւ տանելու է դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ պետք է տեղի ունենա ըստ ամենայնի գործողության վերջին արարը Վեհապար Հայրապետին ստիպել հրաժարական տալ կամ հրաժարվել, վաղեցրած այսպես։ Նախ առաջինից եկեղեցական բարոյական աստվածաբանության մեջ երկու կարևոր կետ կա։ Ազատ կամք եւ գիտակցություն։ Ցանկացած արարք, երբ այս երկու հանգամանքը բացակայում է,
այնտեղ չի կարող լինել այդ արարքը վավերական։ Օրինակ, եթե մեկը չի ուզում ամուսնանալ այս մարդու հետ եւ բռնի կերպով բերում են եկեղեցի եւ ստիպված քահանայի մոտ ասում է այո, հնազանդ եմ, բայց գիտի, որ ինքը չի ուզում եւ այդ պսակը կատարվում է, այդ պսակը հետագայում եթե հոգեվորականները իմանան, համարվում է անբավեր, որովհետեւ եղել է առանց ազատ ստիպողաբար եղել, մարդը չի ցանկացել։ Հիմա ինչքան էլ որ կաթողիկոսին ստիպեն հրաժարվի, տարբեր շանտաժներով, ինչը իրենց ամենասիրելի գործիքակազմն է, խաբեությամբ, ստիպելով բանով կաթողիկոսին անգամ հրաժարեցնեն, դա չի կարող համարվել վավերական, որովհետև ստիպողաբար է եղել։ Սա եկեղեցական առումով։ Հակառակ իրենց ամեն պնդումների ամենայն հայոց կաթողիկոսը նման քայլի չի գնալու, որովհետև գիտի դա ինչ է նշանակում։ Սա անձի դեմ չէ, այլ եկեղեցին քանդելու, պառակտելու դեմ է։ Եթե իրենք ասում են, որ եկեղեցու զավակ են, որը արդեն կասկածելի չէ, արդեն 100% կարող ես ասել իրենք եկեղեցու զավակ չեն, ինչ է խանգարում իրենց հայոց պատմություն առարկան, ինչ է խանգարում իրենց շողակաթ առարկա, շողակաթ հեռուստաընկերությունը, ինչ է խանգարում ընդհանրապես հայ եկեղեցու առաքելությունը, վերջին 90-ն է հայ մնալու ազգային կառույցն է, ինչ են ուզում քանդել։ Եվ այս մարդը կարող է ասել, որ իմ պայքարը անհավատ եկեղեցականների դեմ է։ Եվ երկրորդը, ինքը ինչ գիտի, ով է հավատացյալ, ով անհավատ։ Ինքը որտեղ է տեսել իմ մեղք գործելը կամ որտեղ է տեսել իմ ապաշխարությունը։ Որ այդպես բացահայտ ասում է։ Ես իրենը տեսել եմ, որտեղ ինքը եկեղեցի չի եկել ապաշխարության։ Բայց ինքը իմը որտեղ է տեսել։ Ինքը ինչ գիտի, այս պատարագին փակ վարակույրի հետևը ինչ եմ անում։ Հետևաբար ինքը իրեն Աստծո տեղ դնել, այսինքն այնքան իմաստուն է, արդեն մարդկանց մտքերն է կարդում։ Պրակտիկ ինչ նշանակություն ունի իր այս գործողությունն ասես։ Եթե մի բան աստվածաբանական հարցեր թողնենք մի կողմ։ Անջատում։ Ինչի համար, էլի վասն։ Իր նպատակներին հասնելու համար։ Իր տերերը Թուրքիան եւ Ադրբեջանը շատ լավ գիտեն, որ եկեղեցին այն կառույցն է վաղը նորից ոդկի է կայնեցնելու ժողովրդին։ Իսկ նրանք են ունեցած հաջողություն հիմա որ ունեն, ուզում են հիմնահատակ այդ հարցը լուծեն։ Եվ այս մարդը, որը հայ ժողովրդի հետ կապ չունի, հայ ժողովրդի իղձերի, ցանկությունների, ապագայի հետ կապ չունեցող մեկն է, եկել է, որպեսզի վերջնական թաղի այդ իղձերը ազգային։ Եվ իր սազանդարներն էլ վաղը Facebook-յան էջերում սկսեն գրել։ Սազանդար են, մարդը ինչ ասել է, իրենք է կատարելու են։ Ազգային իղձերը 30 տարի առաջ են թաղված եղել, այսպես, այնպես։ Եվ Facebook-յան մեկ գրառում կար, որ ասում էր շատ հետաքրքիր այս բոլորի գրությունները պետք է պահել, որ հաջորդ օրը բոլորի հետևից իշխանափոխությունից հետո բոլորի հետևից գնալ եւ սրանց բանտերը լցնել, որ մեր ազգը դարձրեցին այսպես։ Վստահ եղեք, որ վաղը բոլորը այդ իրանց գրությունները փոխելու են։ Սրբազան, հիմա եթե պրակտիկ առումով անենք հարցս կրկնելով, հա, ասենք հավաքի ժողովրդին ուղղատեպի մայրաթոր։ Ինչով է սա բազմաթիվ անգամ ասել եմ, որ ինքը այդ քայլը չի անելու։ Իր վերջին ժամերն է լինելու դա։ Կարծում եք 100%։ Ամեն անգամ մենք զարմանում ենք, թե ինչ նոր կարմիր գիծ է արվա իշխանությունը հատում։ Նրանք կարմիր գիծ չունեն։ Բայց այս անգամ էլ, այսինքն եթե կարմիր գույս չունեն, դա էլ կարող է տեղի ունենալ։ Չէ, նրանք վախում են։ Ինքը գիտի, որ այնտեղ հազարապատիկ իրենցից շատ մարդիկ են լինելու, հազարապատիկ։ Եվ իր վիճակը ինչ է լինելու։ Այսինքն իր ուզածը այրունաբախությունն է, քաղաքացիական պատերազմ տանելն է։ Թողանի, եթե ուզում է։ Ոնց է պատասխան տալու։ Ինչեւ հիմա այնքան
կործանումներ է տեղ ունեցել, որի պատասխանները եղել է, որ վախենամ սա պատասխաններ լինել։ Չի մարսել դեռ։ Ոչ մեկն էլ չի մարսել։ Արցախի հոշոտումը չի մարսվել։ Չի մարսվել։ Բացառում է դա մարսվի։ Ակնկալիքները, հա։ Ումից։ Մայրաթորից ակնկալիքները։ Այստեղ էլ մի ուրիշ բան կա, այսպես չասեմ, ծայրահեղություն, մի ուրիշ տեսակետ կա։ Բոլոր նրանք, որոնք որ իրենց համարում են հայրաքելական եկեղեցու զավակներ կամ մայրաթորի այսպես հավատարիմ, հա, թույլ տվեք այս բառը գործածել պաշտպաններ, ակնկալում են, որպեսի կամ մի մասը առնվազն ակնկալում է, որպեսի վեհապար հայրապետի կողմից ազդու խոսք հնչի կամ մայրաթորի կողմից, բայց մինչև այսօր մենք տեսնում ենք ընդամենը հայտարարություններ, որոշակի դատապարտող, խոհեմության կոչանող, ողջախոհության կոչանող եւ այլն եւ այլն։ Արդեն բանը բանից չի անցել խոհեմության եւ ողջամոլության։ Մարդիկ մայրաթորը պիտի կոչանեն, ելեք ջարդեք փշրեք։ Չէ, մայրաթորը պետք է կոչանի, օրինակ համար, չգիտեմ, հավաքվեք աջակցություն մայրաթորի հավաք անցկացրեք։ Այսինքն աշխարհին ցույց տվի, որ մայրաթորի կողքը հավատավոր ժողովուրդ է կանգնած։ Գիտեք, խնդիրը այն է, որ աշխարհը փակ է արդեն Հայաստանի համար։ Աշխարհը իր հավանությունը տվել է այս մարդու գործունեությանը, այս մարդն հարբեցած իր հաջողություններով, այսպես ճագերտների մեջ ասած, իր սև գործը անում է։ Բայց այն մարդիկ, որոնք կան, այդ պաշտպանների մեջ կան մարդիկ, որոնք անապահ կտրուկ քայլեր են ուզում։ Իսկ մայրաթորը այն կառույցը չէ, որ պիտի նման կտրուկ քայլերի գնա։ Նա իր քայլերը հավասարակշռված հենց ձեր նույն ասած հայտարարություններով, բայց շատ կարևոր հայտարարություններ, որ վաղը շատ մեծ արձագանք են ունենալու։ Կարող է այս բանը չլինի, բայց դրանք օգտագործվել են։ Բայց դա արդյոք թուլության նշան չէ։ Եկեղեցիներին բնորոշ հայտարարություններ են եւ վարքագիծ է սա։ Եթե մի քիչ բան լինեին, իրենց նման կնմանվեին, իրենց նման հախորեն գործողությունների, որ չգիտեն ինչ են անում։ Ինքը մի բան է ասում, իր արտգործնախարարը մեկ ուրիշ բան է ասում, մեկ ասում է խաղություն է եկել, մեկ ասում են խաղություն է լինի, կարող է վաղը պատերազմ լինի, չգիտես ինչ են խոսում, ինչ են անում։ Այսինքն այդ ձեռը չգիտի ձախ ինչ է անում իրենց մեջ։ Այ կնմանվեինք իրանց։ Հոգեոր առնով ակնկալիք կա, ասում են, եթե դուք ասում եք, որ այս մարդը դուրս է եկել իրան հայրաքելական եկեղեցուց, եթե ինքը արդեն հասել է եկեղեցու բաժանման, պառակտման, քայքայիչ գործունեությանը, ապա ինչու մայրաթորը եւ հայրաքելական եկեղեցին չի բանադրում այս մարդուն եւ դուրս չի դնում պաշտոնապես իր հոտից, որպեսզի ինքը իրեն հաղորդություն չտրվի, որտեղ հիմա ինքը կարող է հանգիստ հաղորդություն ստանալ ցանկացած առաքելական եկեղեցուն հավատարիմ հոգեվորականից, որ այդ արգելքը չկա։ Անձամբ ես չեմ տա իրեն։ Եվ ես կարող եմ չտալու պատճառները ասել։ Մի քանի օր առաջ կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ստացավ։ Հիմա ինքը պետք է որոշի, որ եկեղեցու անդամ է։ Այդ հաղորդությունը ստանալով ինքը ցույց տվեց, որ եկեղեցուն է պատկանում իր պատկանելիությունը։ Կտրուկ ալքել կա կաթոլիկ եկեղեցու կողմից հաղորդություն ստանալու։ Ես հայ եկեղեցու անդամ եմ, ես հայ եկեղեցու դավանանքն եմ ընդունում, ես ընդունելով հաղորդությունը ցույց եմ տալիս իմ պատկանելիությունը։ Երեք Facebook-ում մեկն է գրել էր ուտելու պես բան լինի, այս մարդը պատրաստ է ամենտեղ ուտի, գնա եւ ուտի։ Բանադրանքի հետ կապված։ Բանադրանքի հետ կապված նա այնպեսի հարց է, որ ես չեմ կարող պատասխանել, դա պետք է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եպիսկոպոսը ժողովը ասել։ Բայց ինձ թվում է կգա ժամանակը, որ դրան էլ կարժանանան սրանք։ Սրբազան Վատիկան իր այցելությունը բավական քննարկվեց նաև դաշտում, հա, ու կար այնպեսի ընկալում ու տպավորություն մեկ կողմից, որ կաթոլիկ եկեղեցին անհաղորդ է մնում իր գործողություններին ուղղված դեպի հայրաքելական եկեղեցի եւ ուստի Հռոմի Պապի հետ հանդիպումը, կարդինալների հետ հանդիպումը, բավական այսպես ազդու ընդունելությունը, այս ամեն ինչը ցույց է տալիս, որ կաթոլիկ եկեղեցին կամ անհաղորդ է, թե իր քույր եկեղեցու նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերվում Հայաստանի աշխարհիկ ղեկավարը, կամ ավելին պատմության մեջ մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, որ լատին
այսպես իշխանությունները կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ փորձել են հայ-առաքելական եկեղեցուն ենթարկեցնել եւ ավելին ձուլել, հա, ու միգուցե սա իրենք որպես առիթ են ընկալում։ Չէ, չեմ ասի այդպես է, որովհետեւ միջնադարը չէ, ժամանակահատվածը անցել է։ Եվ հիմա այսօր առավել եւս այսօր հայ եկեղեցին եւ կաթոլիկ եկեղեցին շատ լավ ջերմ հարաբերություններ ունեն եւ այնպես չէ որ կաթոլիկ եկեղեցին անաղորդ է տեղում ունեցող այս իրադարձություններին եւ ինչը եւ ցույց տվեցին հզոր ապտակով հավանաբար մարդկանց մեծ մասը չի անդրադարձել այդ բանին աշխարհում չկա նման մի երկիր քանի որ Վատիկանը երկիր պետություն է որ ունենա նման պրոտոկոլ էտիկետներով ապրող շատ Վատիկանի եկեղեցին Անգլիան իր դեմ 0 է ամենահզոր էտիկետները ամենահզոր պրոտոկոլով ապրող երկիրն է այնտեղ եւ այնտեղ հիշատակության մասին պատարագին մասնակցության հիշատակում է Լիբանանի նախագահան այս եւ հերթը հասնում է Հայաստանի եւ ասում է Հայաստանի ներկայացուցիչը Սա իրենից բան ներկայացնում է։ Ներկայացուցիչը պատվիրակություն ասած Հայաստանի եւ Վենեսուելայի պատվիրակությունն է թե Կոլումբիայի։ Չէ, Վենեսուելային ներկայացուցիչ կամ պատվիրակություն։ Սրանից մեծ ապտակ ինչ որ բան նշանակում էր։ Կարծում եք 100%։ Մի կողմից նժարիրա դնում ենք այն ընդունելությունը, որ ինքը ստացավ, մյուս կողմից ընդամենը իր անվան չի հիշատակումը, կարծես անհամաչափ չեն։ 100%։ Համաչափ են։ Ինչու հայ-առաքելական եկեղեցին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը բացի Ավստրիայի եկեղեցիների միությունից այլ աջակցության նամակներ հայտարարություններ չի ստանում այլ քուրդ եկեղեցիներից ու կառույցներից։ Չգիտեմ, ասենք Ղպտի եկեղեցուց, Եթովպական եկեղեցուց, Ասորի եկեղեցուց, որովհետեւ հիմա այդ օրհասական պահն ու ժամն է, որ պետք է աշխարհի քրիստոնյաների աջակցությունը ստանա ռուս ուղղափառ եկեղեցուց վերջիվերջո Չեմ կարող ասել դրա համար պետք է Մայրաթորը միջի եկեղեցական բաժին դիմեք։ Հասկանալի է։ Եվ կարող է կա ես տեղյակ չեմ։ Հանրային կերպով միայն ես ինչ որ ես վերջի շրջանում տեսել եմ Ավստրիայի եկեղեցիների միության հայտարարություններ։ Դրա մասին բաներ կան, որ ես չեմ կարող ասել, կասվի։ Առանձին կասվի, ասենք, հասկանալի է։ Սրբազան Մեծիտանին Կիլիկիո կաթողիկոսի պատվիրակներ էստեղ Շահան Սրբազանը հանդիպումներ ունեցավ հանրապետության նախագահի, հանրապետության վարչապետի հետ ու սա էլ կտրուկ արձագանք առաջացրեց Մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսին հավատարիմ հոտի այսպես է շրջանակներում ասելով թե չհասկացանք այս պահին երբ որ ինքը այդ ոճով ու բանով է խոսում դուք եղբայրական ողջույններ ու ջերմություն եք փոխանցում եւ այլն ինչ էր սա ձեզ հիմա բարձր դուք ասեք ես կարող եմ առանձնապես տեղյակ չեմ բայց ինչ էր սա Արամ Վեհապարի կողմից փորձեր հաշտության թե իշխանությունները սա այնպես ներկայացրի որ Արամ Վեհապարը իրենց կողքին է մյուսն է եւ այլն Արամ Վեհապարը միշտ էլ բան է արել որ պիտի հաշտություն լինի միջնորդ ուզեցել է հանդիսանալ եւ այդ ծանր պարտականությունը իր վրա վերցրել է բայց երեք Կանադայում քանի որ ինքը իր քաղաքալության 30-ամյակի գտնվում է Կանադայում եւ այնտեղ Կանադայի հայտարարություն եղավ որ եւ շատ կոպիտ հայտարարություն եղավ ասելով որ իշխանությունը իրեն բնորոշ գծերով է ներկայացրել այս ամենը խեղաթյուրելով եւ ասաց թե ինչի ինքը չի կարող իր օրհնությունը բերել իրենց հետեւաբար իրանք իշխանությունը խեղաթյուրել էին Վեհապար Հայրապետի ներկայությունը թե ինչի համար էր եկել իրենց մոտ շատ հստակ ասել են ինչպես կարող ենք մենք իրենց օրհնություն տալ այս բաների համար պատճառներով այո ցեղասպանությունը ժխտող հոգեվորականներին բանտերը դրած Արցախը հանձնած մարդկանց մենք ոնց կարող ենք օրհնություն տալ եւ դրա պատասխանը երեք ամբիոնից լսվեց չէ այո Արամ Վեհապարին ուղղված իր խոսքը Սրբազան գալով քաղաքական հատվածին հարցերի, հա, մենք գիտենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2021 թվականին ընդդիմության հանրավակներին ստիպողաբար քահանաներին ուղարկելու մեղադրանքով եւ դա տեղ ունեցավ Ստեփան Ասատրյանի այսպես, չգիտեմ, մատնությամբ ճիշտ կլինի այդ բառը մատնիչի ձեռքով հա մատնությամբ հա տեղի ունեցավ Ես ուզում եմ հասկանալ
Ընդհանրապես ո՞նց է մայրաթոռում դրված այդ պրակտիկան։ Ասենք տեղյանում հանրային միջոցառում եւ վեհապար հայրապետը իրավունք ունի հանձնարարել գնացեք եւ մասնակցեք, դե իրավունք չունի հանձնարարել գնացեք։ Հիմա օրենքները աշխարհիկ օրենքները հենց այս բային այսպես բանանանք հոլդի վրա պահենք, խոսենք հոգեվոր օրենքներով։ Երբևիցե մայրաթոռում պարտադրանք չի եղել։ Առաջարկ է լինում եւ հոգեվորականների մասնակցությունը մեկ նպատակ է ունեցել միշտ կանգնել ժողովրդի եւ իշխանության միջնամասում, որպեսզի բախումներ չլինեն։ Ինչը փաստված է գոնե 15-6 թվականներից սկսած մինչև վերջերս, որովհետև հոգևորականները եթե այնտեղ կայնում են, ոստիկանությունը մի քիչ զսպված է լինում։ 2008-ին էլ կային մարտի 1-ից միշտ էլ եղել են, իսկ ինչու այն ժամանակ չէին հիշում, այլ շնորհակալություն էին հայտնում։ Եվ երկրորդը, եթե 21 թվականին դա գործող օրենսգրքում չի համարվել հանցագործություն, ինչի այսօր համարվեց 23 թվականին, կարծեմ 23 թվականի մասին էր 23 թվականին, չէ, 21 թվականին բանն է, որը այդ օրենսգիրքը մտել է 22 թվականին, այսինքն հետադարձ ուժ չի կարող ունենալ, բայց իրենց համար ինչ տարբերություն։ Մեկ հոգու կամքեր եւ խամաճիկները կատարում են։ Մի հատ էլ ուրիշ թեմա կա, 23 թվականին հայտնի գաղտնալսումը Նաթան arczepiskopos-ի եւ Վեհի նախկին գավազանակների միջեւ, որտեղ այս պարագայում ասում է ոչ թե իր անձի մասին է խոսքը, այլ ասում է, որ վեհապարին ստիպել է, որ մորս հետ գնամ, ընտանիոք գնամ։ Նախ պետք է ապացուցվի դա ինչպես միշտ որ եղել են այդ գաղտնալսումները իրական են թե չէ։ Եվ երկրորդը ամենակարևոր բանը միշտ բաց է թողում։ Այդ գաղտնալսումը ինչպես է հայտնվում մամուլում։ Ակնհայտ չի։ Չէ, բարձ օրենքի խախտմամբ։ Այն անձը, ով իրավասու էր այդ լսելու, ինքը իր պաշտոնական դիրքը չարաշահել է, թե հրաման է ստացել ինչ-որ մեկից։ Մամուլը սրանից մի 2-3 ամիս առաջ ասաց չէ, որ Փաշինյանը արդեն հրահանգ է տվել ազգային անվտանգությանը գաղտնալսելու։ Եվ ամբողջ մամուլը դրա մասին էր խոսում։ Նույնը 3 ազգային ժողովում էր խոսվում դրա մասին։ Հիմա հանցագործությունը որտեղ է։ Սահմանադրորեն խախտված է մարդու իրավունքը, անձնական կյանքը, անձնական գաղտնիությունը։ Դուք արդյունքում գաղտնալսում փորփազան։ Ամենավտանգավոր բանը դա է երկրում։ Ցույց է տալիս, որ երկիրը բռնատիրություն է։ Ինչ ժողովրդավարություն։ Երբ որ գաղտնալսում են բոլորին, այո, միանշանակ։ Ձեզ էլ են հիմա կարծում եք գաղտնալսում են։ Հեռախոսս չի դիմանում։ Անդադ բանը նստում է։ Չարժե նստում է, բայց դրա հետ միասին լավ երևույթի մասին խոսենք, ասենք թե դա բանով է, օրենքի խախտմամբ է դուրս եկել, որովհետև սա դարձել է հասկանում եք իրենց հիմնական բանը, փաստարկը, որ եկեղեցին զբաղվել է քաղաքական գործընթացներով, հանձնարարականներով, մարդկանց ընտանիքներով ստիպել են մասնակցել ընդդիմության ցույցերին, սա իրենց հիմնական փաստարկն է։ Նայեք, եթե դա հանցագործություն է, այսօր ինչու 3 թե առաջ օրը հետքի լրագրողը շատ հետաքրքիր բացահայտումներ էր արել 23 թվականին Երևանի ընտրությունների հետ կապված։ Այնտեղ գրված է վարչական ռեսուրս չկի այլ, խնդրեք հորդորեք։ Այո, տակը գրվում է ովքեր են մասնակցում։ Ես 30 հոգով կգամ, լավ, կամ Երևանի քաղաքապետի ընտրությունը, ավականու ընտրությունը, ինչ կապ ունի Գեղարքունիքը, Կոտայքը, ես իմ 20-25 հոգով կգամ, մյուսը այս բաներով կգամ, կամ Արթուր Չախոյանի ասածը մարդկանց մոտենում հարցնում է դուք ով եք, որտեղից եք, մեկը մանկապարտեզն է, մյուսը դպրոցն է, մյուսը այն է։ Իդեպ օթում կախված լուրերի համաձայն կրթվել նորաձև շարժման ժամանակ օթում կախված լուրերի համաձայն օրինակ Սյունիքում ասում են, որ դպրոցի տնօրենները անձնակազմին հանձնարարել են մեկ մարդու պես ներկա գտնվել այդ միջոցառումներին։ Չի բացառվում։ Նորից մամուլում կար, չէ՞, որ մարդուն հարց են տալիս, որտեղից եք, ասում է, ես եմ որտեղից եմ, 3-4 անգամն արդեն մասնակցում եմ։ Ծանր եւ տագնապալի ծորեր են, Սրբազան։
Աստված ուշ կարողություն տա մեր ազգին։ Հիմա այս տրամաբանությամբ, երբ որ Նաթան Սրբազանի եւ Վեհապար Հայրապետի նախկին գավազանական խոսակցությունը հրապարակ եկավ, արդեն քննչական կոմիտեում քրեական գործ անմիջապես հարուցվեց եւ կարծեմ 3 թե 3 օր առաջ Նաթան Սրբազանը այդ հարցով հարցակնվել է մամուլում այդպիսի տեղեկություն կա, ինչպես նաև նախկին գավազանագիրն է արձակնվելու։ Ու ակնհայտ է դառնում, որ իշխանությունները նաև իրավական, այսպես մանեն, ճանապարհ են կամ հող են նախապատրաստում Վեհապար Հայրապետի հնարավոր կալանավորման համար։ Դուք այսպիսի սցենար ինչպես եք վերաբերվում, բացառում եք, չեք բացառում եւ այլն եւ այլն։ Բացառել չի կարելի, որովհետեւ Հայաստանում չկա օրինական որևիցե մի գործողություն։ Օրինապահ մարմինները մոտ գործում է երկու չափ, երկու կշիռ հասկացողությունը։ Ընդդիմադիր ես կամ իրենց ձեռ չես տալիս, պիտի կալանավորես, եթե դու ԿՊԱ-ական ես կամ մերձ ԿՊԱ-ական ես, ինչ ուզում ես, արա ազատ ես։ Եվ լեցուն է մամուլում իրենց հանցագործությունների մասին, որ մեկն է ձերբակալվել։ Կամ ձերբակալվելու ժամանակ որ մեկին են տարել կալանքի։ Դրա համար երկու չափ երկու կշիռ է գործում է։ Այսինքն կարծում եք, որ կարող է այդպես սցենար տեղ ունենալ։ Կարող է, չի բացառվում։ Բայց իրանք մոռանում են, որ որտեղ է որ լինի ամենանայոց կաթողիկոսը, եկեղեցին այդտեղից էլ կառավարվի։ Այսինքն իրանք վրա խարան կմնա։ Դե կարծում եմ ռուսանց не впервой, երևի թե պատրաստ են նաև այդ խարանը, եթե այս մնացած խարաներին պատրաստ էին համաձայն չեք։ Չեմ պատկերացնում այս մարդիկ, որ մի երկրորդ պիտի կանգնեն Աստծո դատաստանի առաջ ինչ են պատասխան տալու։ Մի բան կա, այսպես երգիծաբան կա, բավական հայտնի Հայաստանում, ես վերջերս նայում եի փոքր բաներ, այսպես ռոլիկ էր նկարել, ասում է, երբ որ ասում եք, ասում է բանտերի ու ազգային անվտանգության ծառայության մոտով, ասում է համենայն դեպս խաչակնկվեք, որտեղ հոգևորականները այնտեղ ավելի շատ են տեղի անում։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ եթե վեին կալանավորեցին, ասենք տան ԱԱԾ մեկուսարան, ապա ԱԱԾ մեկուսարանը վերածվում է վեհարանի։ Այո։ Ավտոմատ։ Վերջին հարցը Ես մասին դες մեկ անգամ էլ եմ հարցել, հիմա էլ եմ հարցնում։ Եթե հայ ժողովուրդը եւ հայաստանյաբնակ ժողովուրդը հանդուրժում է իր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ այսպիսի հարձակումները, իսկ Մայրաթորը ասում են հայության բաբախող սիրտն է, հա, ապա միգուցե պետք է մտածել Մայրաթորը ժամանակավորապես Հայաստանից դուրս տեղափոխելու եւ վտարանդիության մասին, քանի իրավիճակը չի փոխվել։ Բացառվում է նման բան։ Բացառվում է, չի կարող նման բան դառնալ Աստվածա հաստատ վայր է։ Բայց մենք ունեցել ենք նախադեպեր, երբ որ որովհետև պետություն չենք ունեցել, դա էր խնդիրը։ Հիմա ունենք պետություն, որը պատերազմ է հայտարարել։ Պետություն ունենք, իշխանություն չունենք, դա տարբեր բաներ են։ Լավ, իշխանություն ունենք պետության մեջ, որ պատերազմ է հայտարարել Մայրաթորին։ Խնդիր չկա, եկեղեցականին չեն կարող վախեցնել ձերբակալություններով, սպանություններով։ Իսկ ինչ մնում է ժողովրդի բազմաթիվ անգամներ փաստել է, ապացուցել է, որ ոչ մեկին թույլ չի տա ոտնձգություններ կատարել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ։ Ես վստահ եմ Աստված չի տա։ Հրեղեն բանակները կիչեցնի։ Ամեն, շնորհակալ եմ շատ Սրբազան։ Մենք ենք շնորհակալ։ Աստված առաջ, տեսնենք թե ինչ նոր փորձություններով պիտի անցնենք մենք որպես հավատավորներ եւ դուք որպես հոգեվորականություն։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայ Առաքելական եկեղեցու Գարազ թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մնացեք խաղաղությամբ։